Lexus մինչև Bentley համարյա բոլոր մեքենաները վարում են տարբեր աստիճանի Gold համարանիշներով։ Ուստի տարօրինակ չէ, որ պետավտոտեսչությունն էլ արձանագրել է, որ Gold համարները սպառվում են եւ թողարկել է նորերը։ Բայց շատերի կարծիքով մեր օրերում հիմա արդեն շատ ավելի օրիգինալ է, նույնիսկ թանկարժեք ավտոմեքենան վարել աշխարհի ամենաչհիշվող պետհամարանիշներով, քան Gold։ Հատուկ Gold համարանիշների սիրահարների համար կարծես անկախության տոնին ընդառաջ կառավարությունը համարանիշների չափորոշիչները սահմանելու որոշման մեջ փոփոխություն կատարեց։ Ըստ որի գործածվող տառերից բացի այսուհետ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների վրա կարող են օգտագործվել նաև C, F եւ Z տառերը։ Գործադիրը հիմնավորեց, թե գնալով նվազում է Gold համարանիշներ ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող տառերով հետաքրքրություն ներկայացնող համարանիշները գրեթե սպառվել են, իսկ պահանջարկը երբեք։ Ցուցամոլությունը, որով տառապում են կոմպլեքսավորված, ոչ լիարժեք անձնավորություններ։ Հատկապես Z տառը շատ արագ գրավեց նրբաճաշակ վարորդների ուշադրությունը։ Որոշումից ընդամենը 1 շաբաթ անց արդեն այս տառով համարանիշների համարահերթեր են գոյացել։ Եվ սա այն դեպքում, երբ կառավարությունը նոր հնարավորություններ տալուն զուգահեռ սահմանել է նաև նոր գներ։ Ըստ այդմ, եթե նախկինում մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից ամենաթանկն արժեր 5 միլիոն դրամ, ապա հիմա 8։ 30-ական թվականներին կապիտալիստական երկրներում կապիտալիստը փառավորելու վարու համար մեքենայի երկարությունը ոչ թե 3 մետր էլ, այլ 6, սիգարը ոչ թե 20 սանտիմետր էլ, այլ 40, ում փորը կլինի մեծ, ում ավելի սիգար կծխիվան, հետո հասկացան, որ դա լրիվ էշություն է։ Դա գեղեցություն է, ռաբիզություն։ Երեկվա չտեսները փող են ստացել, փողատեր են դարձել, գեղեցությունն էլ բուջուր ազգի բնորոշ, լայնախոհության բացակայությունը գեղեցություն է։ Նախկին վարչապետն ու ներկա պատգամավորը վստահեցնում է, որ աչքի ընկնող պետհամարանիշներով երբեք չի տարվել, հիմա առավելապես։ Անձնական մեքենայից համար այսպեսին է 292.05։ Հարյուրավոր վարորդներ անգամ կաշվից դուրս գալով պատրաստ են գնել թանկարժեք համարանիշ եւ այդպիսով ապահովել այսպես ասած անձեռնմխելիություն երթևեկության ժամանակ։ Ճանապարհային ոստիկանները թեև վստահեցնում են, թե մի գրամ ուշադրություն չեն դարձնում մեքենայի համարանիշին, խախտում կատարողին անխտիր տուգանում են, այնուամենայնիվ կրկնվող տառերն ու թվերը մտածելու տեղիք տալիս են։ Դա նշանակում է, որ կրկնակի գեղեցություն կա, համ ավտոքաշողը գեղած, համ կանգնեցնողը կրկնակի գեղեցություն է։ Սովետների ժամանակ, երբ որ դա արդեն դառնում էր մոլություն, հիվանդություն, ուղղակի որոշում կայացրեցին, որ այդ համարները տան Զապորոժից մեքենաներին։ Ու միանգամից հարցը լուծվեց։ Քանի որ Այբուբենի թվականը կսահմանափակա, դրա վերջին էլ կգա։ $10,000 արժողության համարանիշի հմայքին չդիմացող շքեղության սովոր վարորդները այնուամենայնիվ սկսել են զսպվածություն դրսևորել, բայց շքեղ մեքենաների ներկրման հարցում, եւ սա 20% ավելհարկ վճարելու ահից։ 2011-ին կառավարությունը նախաձեռնեց ակցիզային հարկի մասին օրենքում փոփոխություն, որը մեքենաների մասով ստացավ շքեղության հարկ անունը։ Այն նախատեսում էր 25 միլիոն դրամ եւ ավելի մաքսային արժեքով, մինչեւ 2 տարվա թողարկման ամսաթվով եւ 45000 սանտիմետր խորանարդ եւ ավելի շարժիչի հզորություն ունեցող թեթև մարդատար մեքենաների մաքսազերծման ժամանակ կիրառել հավելյալ 20% շքեղության հարկ։ Սրա նպատակն էր բազմաչարչար բյուջեի համար լրացուցիչ մուտքեր ապահովելը, ինչը սակայն չհաջողվեց։ Դա իրականում շքեղության հարկ չէ, դա վերաբերում է շատ սահմանափակ թվով մեքենաների։ Դա չի վերաբերում, ասենք, ինքնաթիռներին, դեռ չեն մտցրել։ Մինչդեռ Հայաստանում կան մարդիկ, որոնք արդեն ինքնաթիռներով են շրջանում, ուղղաթիռներով են շրջանում։ Օրենքն ուժի մեջ մտավ 2012-ի հունվարի 1-ին եւ հենց այդ ժամանակից թանկարժեք մեքենաների ներկրման ծավալը կտրուկ նվազեց։ 2011-ին հանրապետություն էր ներկրվել շքեղության չափորոշիչներին համապատասխանող 308 մեքենա, իսկ 2012-ին արդեն 20% հավելյալ հարկման պայմաններում ընդամենը 51, այսինքն 6 անգամ պակաս։ Ուստի միայն այս փոփոխության շնորհիվ կառավարության ակնկալած լրացուցիչ 1 միլիարդ դրամ եկամտի փոխարեն ստիպված եղավ մխիթարվել ընդամենը 312 միլիոնով, այսինքն 3 անգամ քիչ։ Մի շարք երկրներում շքեղ ավտոմեքենաների օգտագործման համար նախատեսված հարկային դրույքաչափերը պայմանավորված են տվյալ ավտոմեքենայի կշռով, չափերով, շարժիչի հզորությամբ, արտանետվող CO2 գազի քանակով։ Օրինակ Դանիայում հիմք ընդունելով էկոլոգիական գործոնը ավտոմեքենայի գրանցման համար գանձվում է դրա արժեքի 105%-ի չափով գումար։ Իսկ եթե ավտոմեքենայի արժեքը գերազանցում է 18000 ամերիկյան դոլարը, ապա համապատասխան գումարը կազմում է 180%։ Ավստրալիայում շքեղ մարդատար ավտոմեքենայի համար վճարում
վճարում են շքեղության հարկ արժեքի 33%-ի չափով։ Ընդ որում շքեղ են համարվում $57,000-ից ավել արժեցող մարդատար մեքենաները։ Հրանտ Բագրատյանի համոզմամբ շքեղության հարկը իսկապես միտված է միջոցների վերաբաշխմանը, բայց ոչ թե սոցիալական արդարության համար, այլ որպեսզի անհավասարությունը շատ ճչացող չլինի։ Միջոցների վերաբաշխման իրական լծակը ըստ նրա գույքահարկն է։ Բացի շքեղության հարկից կա նաև երրորդ հարկը, գույքահարկը։ Ճիշտ է, շատ մեծ տների պարագայում օրինակ գույքահարկը կարող է հասնել մինչև 1%, բայց խոսքը վերաբերում է, ասենք 0.4-ից 1% ինտերվալի մասին։ Ասեմ ձեզ, որ որոշ երկրներում հասնում է 5%։ Եվ եթե Հայաստանում գույքահարկը լիներ 5%, մեր օլիգարխները չէին մտածի պալատներ տներ կառուցելու մասին, այլ կմտածեին աշխատատեղեր ստեղծելու, արտադրամասեր կառուցելու մասին։ Պատգամավորն առաջիկայում հանդես է գալու նոր սանտղակով եկամտահարկի եւ գույքահարկի կիրառման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ։ Մեծ հույսեր իհարկե չի փայփայում դրա ընդունման հետ կապված։ Համարավստահ է, որ այն կունենա նույն վախճանը, ինչ ժամանակին Վիկտոր Դալաքյանի նախաձեռնությունը շքեղության հարկի վերաբերյալ, որով պատգամավորն առաջարկում էր հարկել մեքենաները, անշարժ գույքը, արվեստի գործերը եւ այն ամենը, ինչ կարող է շքեղություն հասկացության մեջ տեղավորվել։ Գույքահարկը մեր բյուջեում կազմել է 0.3%, Միացյալ Նահանգների 5%։ Եվ այդ 5%-ի 4.8%-ը տալիս են հարուստները։ Օրինակ Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Անգլիայում եւ եվրոպական այլ երկրներում հարուստ լինելը իրականում բավականին թանկ է։ Այդ պետություններում մասնավորապես անշարժ գույքի համար սահմանված հարկային դրույքաչափերը միջինը կազմում են դրա արժեքի 1-2%-ը։ Ֆրանսիայում հարստության համար հարկ վճարում են այն ընտանիքները, որոնց ամբողջ ունեցվածքի արժեքը ավել է 750,000 եվրոից։ Իդեպ ֆինանսների նախարարությունը վստահեցնում էր, որ մեքենաների մասով ակցիզային հարկի ընդունումից անմիջապես հետո ձեռնամուխ կլինեն նաև անշարժ գույքին վերաբերող այսպես ասած շքեղության հարկ սահմանելու գործին։ Նախարարության ուղղված մեր կարծես թե շատ պարզ հարցին կա արդյոք նման նախաձեռնություն թե ոչ, այդպես էլ պատասխան չստացանք։ Հետևություն, որ ամենայն հավանականությամբ ոչինչ էլ չի ձեռնարկվել։ Եվ հավանաբար դրա կարիքն էլ առանձնապես չկա։ Միևնույն է, թե մեքենաների, թե անշարժ գույքի եւ այլ ունեցվածքի մասով շքեղության հարկ վճարողների շրջանակը հիմնականում հայտնի է։ Նրանք շատ հեշտ կգտնեն նաև նոր հարկից խուսափելու մեխանիզմները։ Նախ որովհետեւ շատերը հենց այդ մեխանիզմները սահմանելու ակունքներում են եւ հետո նրանք մեր երկրում հոգորած մարդ չեն։ Նելի Հարությունյան, Զորհաբ Քարամյան, Հովանես Չապարյան, Սուրանկյուն։